ու ես պիտի անդրադառնամ նրանց խաբեություններին եւ հատուցեմ նրանց ըստ իրենց մեղքերի, որովհետեւ կանչեցի, բայց ինձ չլսեցին, խոսեցի, բայց ինձ չլսեցին, բայց ական չդրեցին, չարիք գործեցին իմ առաջ եւ ընտրեցին այն, ինչ ես չեմ կամենում։ Սիրելիներ, այս խոսքերը, որ վերցված է Եսայի մարգարեությունից, այսօրվա ընթերցվածքից, մեզ ևս մեկ անգամ հիշեցնում է, թե Աստծո գալստյանը ինչ է տեղի ունենալու երկրի վրա։ Թեև շատերի համար գուցե ուրախություն, բայց շատերի համար իբրև տխրություն է լինել։ Կարծեմ, թե ինչպես ավետարանի խոսքն է ասում Հիսուս Քրիստոսի շուրթերով, որ գամ աշխարհ, արդյոք աշխարհի վրա հավատ կգտնենք։ Եթե առաջնորդվենք այս խոսքով, Տիրոջ խոսքով, ուրեմն նշանակում է, թե այո, եւ նայում ենք այսօր էլ հասարակությանը, մեր ժողովրդին գոնե հայ հասարակությանը, չասեմ ամբողջ աշխարհին, այլ ասեմ հայ հասարակությանը, նայում ես ու ողպես ապրում։ Ինչի համար, որովհետև հենց այս խոսքերը, որոնք որ ավետարանում այսօր հնչեց, դա վերաբերում է մեզ, յուրաքանչյուրս ինձանից սկսած, ամեն մեկիցս վերջացրած։ Ես իբրև հոգևորական, իբրև առաջնորդ, իմ տկարություններով հանդերձ, իմ սխալներով հանդերձ, դուք իբրև հավատացյալ ժողովուրդ, ձեր տկարություններով, ձեր սխալներով հանդերձ, Աստծո գալստյան օրը պատասխան ենք տալու։ Բայց ինչ ենք պատասխանելու, լավ։ Ինչ ենք արել, իբրև Աստծո մշակներ, չէ՞ որ մենք մշակներ ենք այս աշխարհի վրա։ Կապ չունի, ով ուզում ես եղի, մեկը բժիշկ կլինես, մեկը ուսուցիչ, մեկը դատավոր, մեկը ոստիկան, չգիտեմ, մեկը երկրի ղեկավար, մեկը հոգևորական, ով ուզում ես եղի, վերջիվերջո Աստծո աչքի առաջ բոլորն էլ հավասար են լինելու։ Աստծո գալստյան ժամանակ բոլորն էլ հավասար են լինելու։ Պարզապես մեկ տարբերությամբ, որ Աստծո օդյալը, այսինքն հոգևորական ով որ կարգված է Աստծո կողմից, ավելի առաջ է կանգնած լինելու։ Առաջինը իրեն է դատելու, հետո նա ժողովրդին։ Հասկանալի, այսինքն հələ այս աշխարհի վրա է, ինչ որ տեղի է ունենում, առաջի հարվածը հոգևորականին է գալիս, հետո նոր հավատացյալ ժողովուրդ։ Ինչի համար, որտեղ հովիվը ինքն է։ Պետք է խփեն հովիվին, որ հոտը ցրվի։ Չէ՞ ասում է Սուրբ Գիրքը, խփեցին հովիվին եւ հոտը ցրվի։ Ուրեմն եթե որևէ մեկ հովիվ իր հոտին տանում է արածեցնելու, այս աշխարհի մեջ պատկերացնենք իբրև գյուղացի, պատկերացրեք հովիվ չլինի հոտի գլխին։ Ինչ կլինի այդ հոտի վիճակը, ցած ու ցրիվ։ Իրար գլուխ չի հավաքվելու։ Անկախ նրանից նրա մեջ այծ կլինի, թե չի լինի։ Այնպես էլ եթե այս երկրի վրա չեղավ եկեղեցի, չեղավ հոգևորական, չեղավ առաջնորդ, ճշմարիտ առաջնորդի մասին է խոսքը, որի մասին։ Ուրեմն չի կարող այդ հոտը կարգ ու կանոն իմանալ, չի կարող այդ հոտը իրար գլուխ հավաքվել։ Բայց նաև կա մեկ այլ տեսակ։ Սուրբ Գրքի այսօրվա խոսքը Եսայի մարգարեի շուրթերով հնչած Պողոս առաքյալի Կողոսացիներում 6 նամակի մեջ, ինչպես նաև Հիսուս Քրիստոսի խոսքը, որ հնչեց ավետարանից, ուրեմն երկու իմաստ է պարունակում, երկու կարգի ժողովրդի, երկու կարգի մարդկանց, երկու կարգի հոգեբանություն ունեցող մարդկանց է վերաբերում։ Մեկ այն մարդկանց, ովքեր որ իրական ներողամիտ են, իրական Աստծո զավակ են, բաժանում է, օրինակ Եսայի մարգարեն բաժանեց երկու մասի։ Ասեց ես իբրև Տեր ու Տիրակալ եկա աշխարհ, ձեզ կարգեցի այս աշխարհի վրա իբրև մշակներ։ Ով չգիտի, որ ինքը այս աշխարհի վրա ժամանակավոր է, բոլորս է գիտենք, բայց ինչի են ժամանակավոր, ինչի համար ենք այս աշխարհի վրա, իբրև մշակ ենք այս աշխարհի վրա։
Տիրոջ առաջին գալստյան ժամանակ ըստ մարգարեական խոսքի, որը իրականացվեց նոր կտակարանյան ժամանակաշրջանում, Տիրոջ գալուստով ինչ իմաստեր պարունակում, որ Տերը եկավ մարդուց մարմին հագավ, երևաց մարդկանց, խոսեց Աստծո խոսքը, քարոզեց, վարդապետեց, սովորեցրեց, թե ինչպես կարելի է մի բան մշակել։ Այսօր ցանկացած մեկս մի բան, մի մասնագիտություն ունենալու համար պարտադիր պիտի սովորես, չէ՞։ Մարդ մոր փորից չի կարող ծնվել իբրև գիտնական։ Դառնում է մարդը գիտնական, իբրև գիտնական չի ծնվում։ Չկա այդպեսի բան։ Իբրև մանկավար մոր փորից չեն ծնվում։ Իբրև ոստիկան չեն ծնվում։ Իբրև հոգևորական էլ չեն ծնվում։ Ուրեմն բոլորս դառնում ենք տարիների ընթացքում Աստված ընտրում է, կանչում է եւ բերում է։ Զգում է, տեսնում է մեր շնորհները, տեսնում է ինչ շնորհի ենք արժանի, մեզ ուղղորդում է այդ ճանապարհով, մեկը դառնում է բժիշկ, մեկը դառնում է ոստիկան, մեկը դառնում է, չգիտեմ, այս աշխարհի վրա գիտնական, փիլիսոփա, տարբեր մասնագիտություն է ձեր, մեկը դառնում է հողագործ, մեկը դառնում է գործարար, ամեն մեկը իր մասնագիտությունն ունի, սրանք շնորհներ են, որ Աստծո կողմից մարդուն տրված են։ Ուրեմն այնպես եւ այս աշխարհի վրա ամեն մասնագիտություն, որ գոյություն ունի, այդ մասնագիտությունը ուրիշ անգամները եղել է, որ ասել եք պետք է ծառայեցնենք Տիրոջը։ Ոչ թե մեզ, այդ Տիրոջը, որովհետեւ եթե մենք այդ մասնագիտությունը ծառայեցնենք միայն մեր եսի մեր շահի համար, ոչինչ չենք շահի։ Պատասխան տալու չենք ունենա։ Եթե ապրում ենք այս աշխարհի վրա զուտ միայն ապրելու համար, Աստծո գալստյան ժամանակ, երկրորդ գալստյան ժամանակ, ոչ մի բան չենք կարող պատասխանել։ Եթե այս աշխարհի վրա ապրում ենք ձևականորեն, ուրեմն նշանակում է, թե իզուր ենք ապրում այս երկրի վրա։ Բրավար ինչ է ասում Սուրբ Գիրքը այսօրվա ընթերցվածքի մեջ, Քրիստոս մեջ է բերում իհարկե հրյա ժողովրդի իբրև միշտ ասել եմ, օրինակ է ամբողջ աշխարհին։ Այնպես չէ, որ այն խոսքը, ինչ որ գրված է 5 կտակարանի կամ նոր կտակարանի մեջ, դա զուտ միայն հրյա ժողովրդին է վերաբերում։ Հրյա ժողովուրդը զուտ սիմվոլ է։ Օրինակ է ամբողջ աշխարհին։ Կարող է նույն օրինակը Աստված բերել հայերով, կարող է նույն օրինակը բերել թուրքերով, նույն օրինակը բերել, չգիտեմ, մումով, իսպանացիներով, բայց Աստված վերցրել է, որ ամենաերկարակյաց ազգը, հիմնարար ազգը, հիմք ունեցող ազգը, ազգերից մեկը, սպես ասեմ, աշխարհակենտրոն ազգերից մեկը, գիտնական ազգերից մեկը, իշխող ազգերից մեկը, նշանակություն ունեցող ազգերից մեկը հրյա ժողովուրդն է, հրյա ժողովրդին իբրև օրինակ է վերցրել։ Ինչի համար է վերցրել իբրև օրինակ, նայեք։ Աշխարհի մեջ քանի պետություններ կա, գիտեք թե չէ։ Մոտավորապես 278 թե 287 պետություն են, չկան։ Եվ դրանից առավել լեզու։ Ուրեմն բոլոր այս ազգերը տարբեր են, մեկը մեկից տարբեր են։ Մեկը մեկին նման չեն։ Իրենց նիստուկացով, իրենց ապրելակերպով, իրենց մտածելակերպով նման չեն։ Չի կարող օրինակ ռուսը նման լինի, երբեք չի կարող նման լինի աֆրիկացու։ Աֆրիկացին չի կարող նման լինել արգենտինացու։ Բայց հրյա ժողովուրդը մեզ նման, հայերից նման, հրյա ժողովուրդը նման է ամբողջ աշխարհին։ Իրենց նիստուկացով, իրենց մտածելակերպով, իրենց գործելաոճով։ Համ նման են, համ նման չեն, համ յուրահատուկ են, համ տարատեսակ են, համ էլ ընդհանրական են։ Դրա համար Քրիստոս, Աստված ընդհանրապես
5 գտակարանը, երբ որ ձևավորվեց, գրվեց հրյա ժողովրդի վրա։ Իբրև օրինակ, որովհետև բոլոր ազգերը աշխարհի մեջ իրենց մեջ ունեն հրյա ժողովրդի սովորություններից։ Բայց աշխարհի մեջ շատ ազգեր կան, որ մեկը մեկի սովորությունը չունի։ Մեկը մեկի սկզբունքները չունի, մեկը մեկի ապրելակերպը չունի, մեկը մեկի նիստուկացը չունի։ Դրա համար Աստված որոշեց, որ հրյա ժողովրդին պետք է ընտրի իբրև սիմվոլ, իբրև ուղեցույց։ Հիմա երբ որ այսօրվա ավետարանների մեջ ասում էր, քննադատում էր հրյա ժողովրդին իժերի ծնունդներ կոչելով, ասում էր, որ դուք երկնային առկայություն չեք մտնում, չեք թողնում ձեր հետևոր զավակները, ձեր ժողովուրդն էլ երկնային առկայություն մտնում։ Ասում է, Երուսաղեմ, Երուսաղեմ։ Դու որ կոտորում էիր մարգարեներին, արդարներին էիր կոտորում, քանի անգամ փորձեցու, ասում է, իբրև մանուկներին քո իմ թևի տակ հավաքել, ինչպես որ հավն է իր ձակերին իր թևի տակ հավաքում, ասում է, դու չկամեցիք։ Եսայի մարգարեն էլ ասում է, այդքան խոսեցի, դուք չլսեցիք։ Այդքան կանչեցի, ինձ ական չդրեցիք։ Այդքան նայեցի, դուք չտեսաք։ Այդքան տվեցի, դուք չընդունեցիք։ Ընդհակառակը կատարեցիք այն, ինչ որ ձեր սիրտն է թելադրում։ Ուրեմն տեսեք, սա երբ է գրվել կամ երբ է ասում այս խոսքը, մեզանից հազարավոր տարիներ առաջ, չէ՞։ Բայց նույն բանը այսօր մեր մեջ էլ կա։ Մեր մեջ, հայերիս մեջ է, նույն բանը մենք այսօր կրկնում ենք։ Անցած ուրբաթ ես մի փոքրիկ քարոզի նման բան խոսեցի, մի քիչ նեղված վրդովված լինելով հանդերձ, այսօրվա աշխարհիկ մտածելակերպ հոգեբանությունը, որ ասեցի, թե ամբողջ աշխարհում տարածված մի շինծու արտահայտություն կա, բռնություն։ Ասում է, բռնություն են գործադրում։ Ով ինչ անում է, եթե վերեն խոսացին, մը բռնություն ես գործադրում։ Պետք է թողնաս, ով ինչ ուզում է կան։ Այսինքն նշանակում է անիծել Աստվածաշունչը։ Ով ինչ ուզի անել, նշանակում է այսօրվա գրվածները, այսօրվա Սուրբ գրքի Հիսուս Քրիստոսի խոսքը, Աստծո խոսքը գետնով տա։ Քրիստոս Աստված ասում է, գալու եմ դատեմ ըստ ձեր մեղքերի։ Աստված չի գալու դեմքը շոյելու է, զպուշ։ Աստված չի գալու քեզ ասի, գիտես ինչ, գոմիկ էիր, բայց չկավելով է, մի մոլորվել ես ինչ են եք, չի գալու ասի, հաղպեցող էիր, հիմա ինչ են եք, ընգել ես արաղի ազդեցության տակ, ծխող էիր, խմող էիր, հայ հոյող էիր, Աստված անարգ էիր, սրպապիղծ էիր, չգիտեմ ով էիր, դուրս սպրծուկ էիր, դուրս ընգած էիր, չի գալու քեզ ասի, գիտես ինչ, քեզ գայթակղեցնում էին, դրա համար դու ունգար դրա մեջ։ Ինքդ ունես կամք, ինքդ ունես սեփական իրավունք, ինքդ ես քեզ դրսևորելու։ Եվ ինքնաարտարացում չկա, դու կարող ես ինքդ քեզ արտարացնես, բայց Աստծո առաջ քեզ չես կարող արտարացնել։ Ուրեմն գալուստը դատաստան է, գալուստը փրկություն չէ, փրկություն արդեն պետք է մենք ապրեինք։ Փրկությունը արդեն պետք է ճաշակեինք։ Քանի որ Քրիստոսի առաջին գալուստը արդեն փրկության ճանապարհի նշանն էր, սկիզբն էր։ Քրիստոս եկավ սկզբում առաջին գալստյան ժամանակ, այսօրվա տոնի խորհուրդը գալուստն է, գիտեք, չէ՞։ Գալստյան կիրակին է, դրա համար ամեն ինչ գալստյան մասին եմ խոսում։ Ուրեմն գալստյան կիրակի խորհուրդն ինչու՞ն է, Քրիստոսի առաջին գալուստն է պատկերագրում եւ երկրորդ գալուստն է պատկերագրում։ Առաջին գալստյան ժամանակ սովորեցրեց, կրթեց, դասիրակեց, տվեց, իշխանություն տվեց, այրյունով սատանայից փրկագնեց աշխարհը տեզերքը, այրյունով փրկագնեց։ Ինչի համար, որտեղ սատանան գողացել էր ամեն բան, ինչ որ Աստծո սեփականությունն էր։ Քանի որ այս աշխարհի իշխանը սատանան է, եւ այսօր էլ սատանան իրան իշխան է կարգում։ Եթե ես ուզում եմ որ ծառայեմ սատանային, ուրեմն նշանակում է սատանայի կամքը իրավունքը թագավորեցնել։ Եթե ուզում եմ ծառայել Աստծուն, ուրեմն Աստծո սեփականությունը հետ է վերադարձում Աստծուն։ Ուրեմն Աստված եկավ ինչ ասեց, ասեց այս ամեն ինչը իմն է։
Էդ ինչ պետք է կառուցես այս աշխարհի վրա։ Չէ, Եսայի մարգարի ասորվա խոսքն է, ասում է, ինչ պետք է կառուցես այս աշխարհի վրա, որ ես այդտեղ հանգիստ գտնեմ։ Չէ, որ այս ամեն ինչ քար, թուփ, ամեն ինչ իմ ստեղծածն է։ Մնում է որ Տեր լինես։ Ոչ թե ծառայեցնես սատանային, սատանայի գերի դառնաս, այլ ծառայեցնես ինձ։ Որտեւ ես եմ քո փրկիչը, սատանան չէ։ Բայց մենք ինչ ենք անում, հակառակը։ Մենք ամեն ինչ ծառայեցնում ենք սատանային։ Եվ փորձում ենք դրա մեջ արդարացում փնտրել եւ գտնել։ Այդ արդարացումը այսօր ամբողջ աշխարհում դրել են մի բառի մեջ՝ բռնություն։ Չի կարելի մարդուն քննադատել։ Հոգևոր բռնության է ենթարկվում։ Չի կարելի մարդու մեղքը դատապարտել, հոգևոր բռնության է ենթարկվում։ Եվ այսօրվա հասարակության մեծամասնությունը, ասենք հոգևորականներին քարոզ են տալիս։ Դարը փոխվել է, հոգևորականներին են քարոզ տալիս։ Եկեղեցում են խրատ տալիս։ Այլ լավ կլինի, որ եկեղեցին հոգևորականները մինչև այսօր մարդասիրություն քարոզեինք։ Ներողամտություն քարոզեինք։ Բայց դուք այսքան ժամանակ բռնություն եք քարոզել։ Եվ մենք մարդիկս հասկացել ենք եւ որոշում ենք այսօր փոխել։ Ի՞նչն է փոխում սուրբ գիրքը։ Աստծո կամքը։ Մեղքը առաջին հերթին ներողամտություն չի ընդունում։ Եթե որևէ մեկ մարդ մեղք է գործել, ինչ մեղք ուզում է լինի։ Մինչև ներելու հասնելը, այսա է որ թերի է հավատում մեր ժողովուրդը, քրիստոնեության ուժն ու գաղափարը թերի է հավատում։ Եթե մեղք ես գործել, մինչև մեղքը ներելը, պետք է դատապարտվես, հետո նոր ներվես։ Հնարավոր չէ ներել։ Մեկը հանցանք եք գործել, պարզ տրամաբանություն ասեմ։ Զարմանում եմ, որ չեն կարողանում հասկանալ այս գաղափարը։ Այս մի շաբաթից ավել ես տառապում եմ հարյուրավոր մարդկանց բան բացատրելով։ Այս մի շաբաթ ուղեղս ուղղակի պայթել է։ Չի տեղավորվում գլխից մեջ այս մարդկանց մտածելակերպը։ Բարոյախրատական կեղծ քարոզները։ Ուրեմն եթե դու մեղք ես գործել, մարդասպան ես։ Բերել են օրենքով, պետական օրենքով, իբրև մարդասպան, ինչ որ եկար հասար դատարանի առաջ, դատարանը միանգամից ասում ներում եմ քեզ։ Առանց իմանալու դու ես սպանել, դու չես սպանել, բռնել են քրեական գործ է հարուցվել քո վրա, բռնել բերել են, դատը պետք է տեղի ունենա։ Մինչև դատարան հասնելդ քեզ ոստիկանությունում ասում եմ դու ներված ես։ Հանցակը պետք է քննվի, տեսնեն դու իրոք մարդասպան ես թե չէ։ Մենակ դու գիտես դու մարդասպան ես թե չէ, ոչ ոք չգիտի, մեկ է մեռած մարդը գիտի, ով է իրան սպանը։ Հեշտմարդ չի տեսել։ Որտեղից իմանանք, քո Նաստրադամոսը չէ, որ իմանանք տեսնենք թե այդ մարդն է սպանել թե չէ, մենք պետք է քննենք, չէ։ Մինչև մարդու մեղքը չքննես, ինչպես իմանաս ինքը արդար է թե մեղավոր։ Ինքը մարդասպան է, թե մարդասպան չէ։ Պետք է քննվի։ Այսինքն դատ պետք է տեղի ունենա։ Պարզ տրամաբանություն չէ։ Յուրաքանչյուրս էլ մեղքի ժամանակ հիմա ես ձեզ որևէ մեկին ապտակեմ, անտեղ անիծեմ, հայհոյեմ, ֆիզիկական բռնության ենթարկեմ, դուք էլ գնաք դիմեք ոստիկանություն, զանգեք, հենց հիմա ոստիկանությունը կա։ Ինձ ինչ է անելու, ինչ պետք է ասի, քանի որ ես չեմ տեսել, ներում եմ քեզ։ Չէ, պետք է ինձ բռնի տանի սկզբում։ Պետք է քննի, հարցը քննի, դատապարտի, հետո տեսա, որ հարց չի լուծում դրանով, հարցը պետք է դա դատարան, պետք է դատարանով քննեն իմ հանցանքը, պարզեն, պարզաբանեն, ճշտեն, վկաների հիման վրա, ճշմարիտ խոսքի հիման վրա, օրենսգրքի հիման վրա, քեզ դատի են տալու, եթե արդարացվելու բան ես, կարդարացնեն, եթե չէ, կդատեն կգնես։ Նույնն էլ հոգևոր կյանքի մեջ է։ Ուրեմն մեղքը առաջին հերթին պետք է դատապարտվի, հետո նոր ներվի։
իրավունք չունես որևէ մեկը մեղքը ներելու։ Մինչև որ այդ մեղքը խոստովանված չէ։ Մեղքը պետք է խոստովանվի, պետք է ապաշխարվի, պետք է քավվի, պետք է զղջա մարդը այդ մեղքը, որ նոր Աստծո կողմից տրված իշխանություն ունեցող երկրի թագավորությունը, այսինքն եկեղեցուն, եկեղեցին կարողանում ներել տվյալ մարդու մեղքը։ Եթե մարդը զղջալ չգիտի, եթե մարդը ինքն իրան մեղավոր չի համարում, եթե մարդը ինքն իրան անմեղ է համարում, եթե մարդը ապրում է այս աշխարհի համար, այս աշխարհի հաճույքների համար, չի ապրում երկնային արքայության գաղափարով, իրան չի հետաքրքրում երկնային արքայությունը, չի հետաքրքրում այսօրվա ավետարանի խոսքը, Պողոս առաքյալի խոսքը։ Ինչ էր ասում Պողոս առաքյալը, ասում է այն ամենը ինչ որ կա այս աշխարհի վրա, ասում է դրանց մի հետևեք, վերին բաները պաշտեք, վերին բաներն ընդունեք։ Այն ամենը ինչ որ երկնքից է գալիս, դա ընդունեք։ Այն ինչ որ երկրի վրա է, դա քեզ կործանում է։ Ինչ որ ցանկությունը հաճույք է առաջացնում երկրի վրա, դա քեզ կկործանի։ Հիմա մենք եթե գիտակցում ենք Սուրբ գրքով, Աստծո խոսքով, որ այսինչ բանը մեղք է, այնինչ բանը մեղք է, ներելու մինչև հասնելը, մինչև որ մարդասիրություն ու ներողամտություն պիտի կարոզենք։ Դի նախ մարդը գիտակցի, եթե մարդը չի գիտակցում, դի բզես։ Դի ասես, գիտես ինչ, դու մեղավոր ես, դու հանցագործ ես։ Դու խախտում ես Աստվածաշնչի օրենքը, դու խախտում ես այս կանոնը, խախտում ես այն կանոնը։ Դու շնացող ես, դու անառակ ես։ Դու դուրս ընկած ես, որ ինքը գիտացի, որ ինքը մտածի, որտեղ ինքը չի պատկերած։ Մեկ օրինակ երեք մի քանու հետ հոգու հետ վեճի մեծ էի բռնվել։ Ասում է, եթե որևէ աղջիկ կամ կին կիսամերկ կարգավիճակով դուրս է գալիս, դա իր մեղքը չէ։ Ասում է, հասարակության մեղքն է, որ քննադատում է։ Ասում նշանակում է, որ հասարակությունը անասնական բնազդ ունի իր մեջ։ Անասնական բնազդը արթնանում է եւ ցանկասիրություն է առաջանում, դրա համար չեն հասնում տվյալ անձնավորության, ասում է, սկսում են քննադատել։ Այսինքն, եթե դու նորմալ քրիստոնյա լինես, դու պետք է գիտակցես, որ կիսամերկ, փորը բաց, չգիտեմ ինչը բաց, դուրս չպետք է գաս, դա անառակություն է, արդեն իսկ այլասերվածի մեկն ես։ Բաց Սուրբ Գիրքը որտեղ է տրված, որ մերկ պիտի դուրս գաս հասարակության մեջ։ Ու մի հատ է տղամարդուն քննադատես, որ տղամարդը անասնական բնազդ ունի, ցանկասիրություն է ծնվում իր մեջ։ Դու անասնական բնազդով դուրս մի արի, անասնական կեցվածքով դուրս մի արի, տղամարդու մեջ է անասնական հաճույք չարտնի։ Պատճառ մի դարձիր գայթակղության, մի քսվի, մի պրտվի, վուլգար տեսքով դուրս մի արի։ Հասարակության ուշադրությունը վրետ մի դարձի, պատճառ մի դարձի գայթակղության։ Աստվածաշունչը սա է քննադատում։ Աստվածաշունչը սկզբում քննադատում է գայթակղեցնողին, հետո նոր գայթակղվողին։ Ասում է գայթակղեցնողի մեղքը ավելի շատ է, քան գայթակղվողի։ Գայթակղեցնողի, դրտողի, ստիպողի մեղքը ավելի մեծ է, գուցեև աններելի է, իսկ գործողություն կատարողի մեղքը ավելի քիչ է։ Հիմա եթե գայթակղություն առաջացնող որևէ աղջիկ կամ կին դուրս եկավ վուլգար կեցվածքով, Աստված գիտի իր մտքին ինչ կա, դե բնականաբար այդպիսի մարդը դուրս է գալու, հաստատ այդպիսի մարդը տան մեջ տերնոր ման չի գա։ Մարդը առանց ներքնաշորի տան մեջ հաստատ ման չի գա, որտեղ տան մեջ իրանով պիտի նայի, ով պիտի դրանով սմայվի, հեշտ կա։ Շատ հայելու դեմը կամնի, սետևետի, կամ այսօր ասենք այս հեռախոսը դնում են,
ու սկսում են TikTok-ներով ցուցադրվել։ Ասենք իմաստը որն է չես հասկանում։ Որովհետև գիտեմ, որ հասարակության մեջ պետք է քննադատվեն, լավ է, էկրանից են կողմ ինչքան էլ քննադատվեն, մեկը իրան լավ չեն ճանաչում։ Հասարակության մեջ կարող է հենց դեմ դիմաց կոռոպով թքեն դեպքին։ Բայց ինտերնետի մեջոցով չեն կարող։ Դրա համար ինտերնետի մեջ այլ կերպ են ներկայանում։ Այդ ամ մեջ, եթե թեկուզ մենակ լինես, այդ գլորանալու իմաստը որն է, մեկը քեզ հեշտ չի նայում։ Ասենք օրինակ հիմնականում այս տարի կանայք ու աղջիկները տան մեջ, եթե գիտեմ որ ամբողջ օրը տունը պետք է մնա։ Ով է քսվելու։ Ոչ ոք։ Ով է պրտվելու ժամերը։ Ոչ ոք։ Ով է զուգվելու զարտարվելու։ Ոչ ոք։ Եթե տան մեջն է, հեշտ չի քսվում, հեշտ չի զարտարվում, հեշտ վուլգար չի հագնվում տան մեջ վեճերնի զգեստներով կամ կիսամեր կարգավիճակով տան մեջ ման չի գալիս։ Զուտ մենակ դուրս գալուց, մինչև անգամ շենքի դիմացը աղբանոցը լինի աղբը տանի ընդեղ թափի, ուղիղ ժամուկես աղջիկը պատրաստվում է ցուցադրվելու համար դուրսը, որ այդ աղբը, որ մինչև պիտի տանի թափի, մի 100 տղա տեսնի իրան։ Բայց ինքն էլ ասում է, որ այդ տղան մեղքն է։ Ինքն է այլասեր։ Ինքն է անասնական բնած առաջացնում։ Եվ երբ որ տեղի է ունենում հանցագործություն, երբ որ այդպիսի կինը կամ աղջիկը թույլ է տալիս, որ իրոք տղամարդկանց մոտ անասնական բնածը առաջանա ու տղամարդը բռնաբարի աղջկան, մեղավորը դառնում է տղամարդը։ Ոչ։ Այդ ժամանակ տղամարդը մեղավոր չէ։ Ամենամեծագույն մեղավորը կինն է, աղջիկն է, ով որ ցուցադրամոլությամբ է դուրս գալիս տնից։ Այո, էլի մեղավոր է, ըմբես չէ որ հանցագործություն է տեղի ունեցել, բնականաբար, մեղք է տեղի ունեցել։ Բայց Աստծո գալստյան ժամանակ առաջինը եւ ավելի սարսափելի կդատվի գայթակղություն կայացնողը, քան կատարողը։ Գուցե կատարողը գնա դրախտ, հենց ըմբես ուղղակի գնա դրախտ։ Իսկ գայթակղություն առաջացնողը գնա դժոխք։ Ուրեմն պետք է տեղերը փոխեն։ Սատանային ծառայելու տեղը Աստծուն պետք է ծառայել։ Երկրային բաների մասին մտածելու փոխարեն երկնային բաների մասին մտածել։ Մեզ թվում է, թե այս աշխարհում ամեն բան, ինչ որ մեզ տրված է, մեր սեփականությունն է։ Եվ մենք սկսում ենք պարզենալ. ես իմ մարմինը, ես իմ մազերը, ես իմ դեմքը, ես իմ ունեցվածքը, ես իմ կարողությունը։ Հերիք է որևէ մեկը այս աշխարհի վրա մի բան արած լինի հանկարծ, Աստված մի արած է, առավոտ 3 իրիկուն դեմքի չրխկացնելով ման կգա։ Առավոտ 3 իրիկուն։ Ասենք օրինակ մեկը եկեղեցի սարկած եղավ, ուրիշ անգամներ եղել ասել չէ։ Մեկը հանգարց եկեղեցի սարկած եղավ, ում տեսնի կասի ես եկեղեցին ես եմ սրտում։ Այս ինքն էլ ներկա չլինի։ Ինչ որ մի գործընթացի պրոցեսի մեջ ինքը ուղակի զուտ ֆուտլյար կանգնած լինի, կանգնած եղած լինի այդ ժամանակ, կասի մենք արեցինք։ Դե դու ինչ ես արել, ընդամենը կանգնել ես այդտեղ։ Կանգնել ծխել ես։ Ես բա չես։ Կամ սուդի ուղղություններ տվողներ կա, չէ՞։ Ասենք օրինակ ուղարկավորությունների ժամանակ նայում ես բոլորը ուղղություն տվող են, բոլորը կազմակերպող են դարել էլի։ Սա կազմակերպող, բայց հենց որ գալիս է վճարելու պահը, իշմար չեմ վճարում։ Հենց որ գալիս է պատասխանության պահը, ես չէի ինքներ։ Ես չէի ինքներ, եմ ասում ես չէի ինքներ։ Բայց այն ժամանակ գլուխ գովալու պահին բոլորը ներկա են, բոլորը իրանք են, ես արեցի, ես իմն է, սա իմն է, սա իմն է, սա իմն է։ Բայց ավետարանում ինչ է։ Աստված ինչ է մեզ սովորեցնում։ Որ այս երկրի վրա ինչ է լինի, թեկուզ քո սեփականն է լինի, քոնը չլինի, գլուխ մի գովա։ Աստված իբրև օրինակ ներկայացավ այս առումով։ Տեսեք, 40-օրած պահքի շրջանում Հիսուս Քրիստոս 40 օրվա պահքի մեջ էր գտնում, չէ՞, ծոմ պահեց, գնաց անապատ ճկնելու։ Սատանան 3 անգամ մոտեցավ փորձել։ 3 անգամ մոտեցավ փորձել։
Վերջին անգամ ինչ էր ասում։ Տարավ հասցրեց մի լեռան վրա, բարձր տեղ, Քրիստոսին, ասեց նայի, այս աշխարհը տեսնում ես, այս գեղեցկությունը տեսնում ես, այս հրաշքները տեսնում ես, այս բնությունը, ոսկիները, հարստությունները, այս ունեցված ու կարողությունը, ասեց քեզ կտամ։ Գնես իմ առաջ երկրպագես։ Աստված չասեց, գիտես ինչ, ով ոչնչություն, սատանա, երևի մոռացել ես, որ այս ամեն ինչը իմն է։ Ես չեմ ստեղծել, այս ամեն ինչը ես չեմ էր, Քրիստոսը պես բան չասեց։ Անգամ թեգուզև ինքն էր սեփականատերը, սատանան բերել էր Աստծո սեփականությունը, Աստծուն ցույց էր տալիս, ասում էր, եթե ուզես գնել իմ ոտներիս առաջ երկրպագես, այս ամեն ինչը կտամ քեզ։ Բայց Քրիստոսը ինչ ասեց։ Ասեց միայն Աստծուն պետք է երկրպագել։ Քրիստոս գլուխ չգովաց։ Չկանգնավ սատանայի դեմ, ինքն արտարացումներ չգտավ։ Չաբացուցեց սատանային, որ գիտես ինչի։ Այդ քաղաքը որ ցույց է տալ, գիմն է։ Ես եմ արարել, ես եմ ստեղծել, այս քարը ես եմ ստեղծել, այն քարը ես եմ, այս ոսկին ես եմ ստեղծել։ Այսօր մենք այդպես կանենք։ Հաստատ այդպես կվարվենք։ Թեգուզ մերն է լինի, կգան կանենք ասենք։ Օրինակ, որ լինում է, երբ որ իջնում եմ ես մարմաշենակ, շատ հաճախ մարդիկ կան գալիս են։ Դե շաբաթվա մեջ մի օր, երկու օր հազիվ Երևան մարմաշեն։ Վերջը ես եմ մարմաշեն վանական համարիրի հոգևոր հովիվը։ Եվ այդ տարածաշրջանի ժամանակավոր տերու տիրակալ։ Որովհետև ինձ է կարգված այդ ամեն ինչը հսկելու մշակը ես եմ մտել։ Բայց որ ժողովուրդը գալիս է, ես լեռում եմ, ես ինչ եմ անում։ Մոմավաճառն է խոսում, մյուս աշխատողն է խոսում, պահագն է խոսում, գյուղապետարանից նշանակված աշխատողն է խոսում։ Բոլորը խոսում են, բայց ես չեմ անում, բոլորն ասում են, թո մերն է, ես ինչը ես եմ նայում, են ինչը ես եմ նայում, երկին ասում են, ես ինչը սենց են, իրանք թերադրում են, իրանք ասում են, իրանք բացադրում են, իրանք ճամփու են դնում, ես դուրս եմ, ես ինչ եմ անում։ Բայց որ որևէ մեկը, ոչ մոմավաճառը, ոչ մյուս աշխատողը, մաքրողը, ոչ պահագը, ոչ ֆլանը, ոչ ֆստանը, դեռ իշխանություն չունի։ Դե եթե ես ասեմ բոլորը ստեղից հավաքված գնացիք, 2 րոպե հետո չտեսնեմ որևէ մեկից։ Եթե ասեմ մածունը սև է, ուրեմն մածունը սև է, որտեղ տեղի ժամանակավոր էլի եմ ասում, ինչքան որ Աստված ինձ կարգել է, ինչքան որ թեմի առաջնորդները նշանակել է իբրև մշակ է տարածքի, իբրև եկեղեցու հոգևոր հովիվ, դե բնականաբար տեղի իշխանը ես եմ։ Բայց ես չեմ գլուխ գովում, չեմ կանգնում ասում, գիտես ինչ, հələ մի խառնվեք, սպասեք հələ, ես տեղ եմ։ Չեք տեսնում, հələ սև զգեսներս նայեք, ես եմ ստեղի քահանան, ինձի պետք է գաք, դիմեք, ինձ պետք է ասեք, ինչ եք գնացել զուգարա մաքրողին ասում, ինչ եք գնացել տարածքը մաքրողին ասում, ինչ եք գնացել պահագին ասում, չէ։ Եթե ես գիտեմ, դա Աստված գիտե, որ այդ տարածքը իմն է։ Դա որ ուզում եք գլուխ գովը, մեկի իրանը չէ։ Հիմա դրա համար Աստված էլ այդպես վարվեց 40-օրյա պահեցողության, ծոմապահության շրջան։ Սատանան, որ եկավ նրան տարավ փորձելու, ինքը չասեց, այս աշխարհն իմն է, այս սարն իմն է, դու ով ես եկել ես ինձ ես փորձում։ Վեճիչը բռնվեց սատանայի հետ, ընդամենն ասեց, չես կարտացել կամ չգիտես, միայն Աստծուն կարելի է երկրպագել։ Դու Աստված ես, եթե սատանան գիտե, որ ինքը Աստված չէ։ Այդ մի բանը գոնե գիտի, որ Աստված չէ։ Հիմա օրինակ ցանկացած մեկս էլ մեղ գործենք, այս երկրի վրա ամենասարսափելի հանցագործին էլ մոտենաս, ասես դու Աստված ես, ինքս չէ։ Բայց ինքը կատարում է այնպիսի առաքելություն, ոնց որ Աստված կկատարի։ Ինքը Աստծո փոխարեն որոշումներ է կայացնում, Աստծո փոխարեն պատասխաններ իրականացնում, Աստծո փոխարեն հոգևորականին է դատում, Աստծո փոխարեն հավատացյալ ժողովրդին է քննադատում։ Եվ իր համար նոր քրիստոնեություն է որոշել, ինչպես որ սկզբում ասեցի, բարոյախրատական քարոզ է տալիս, որ եկեղեցին պարտադիր պետք է ժողովրդին ավելի շատ ներողամտություն սովորեցնի, քան թե մեղքը քննադատի։
Երբ որ դու հարց ես տալիս, կներես եղբայր կամ քույր, դու Աստված ես։ Չէ, ես Աստված չեմ։ Որ Աստված չես, բայց դու ինչ իշխանություն ունես։ Աստծո թագավորությանը հրահանգտած է, Աստծո թագավորությունը ինչպես վարվի հանցագործի հետ։ Ոնց որ գնաս կանգնես դատավորի դիմաց, դատավորին ասես, գիտես ինչա կդատես։ Ուրեմն այս մարտասպանին կտաս 1 տարի, այս սուտ խոսացողին կտաս 5 տարի, որտեղ ես չեմ սիրում այս մարդը։ Իսկ այն մարտասպանին սիրում եմ, նրա կտաս դատավորին ասես, ապրես, հա, հաստատ, այդպես է կդատում։ Տեսել եք այդպեսի հիմարություն, չեք տեսել։ Ուրեմն ինչպես կարող է մահկանացու արարածը կամ աշխարհիկ մարդը սովորական թեկուզ հավատացյալը ինչպես կարող է քննադատել Աստծո թագավորությունը, այսինքն եկեղեցին։ Եվ եկեղեցին ուղղություն տա։ Չի կարող, այսպիսի բան հնարավոր չէ։ Ուրեմն Աստծո գալստյան ժամանակ այս ամենը հաշվի առնվելու։ Սրանք ավելի շատ են հաշվի առնվելու, քան են մնացած բաները, որոնք որ ըստ մեր պատկերացման քրիստոնեական չեն։ Ըստ մեր պատկերացման պատվիրանա խախտություն։ Այս մանրունքներն է Տիրոջ երկրորդ գալստյան ժամանակ հաշվի առնվելու։ Քրիստոսի առաջին գալստյան ժամանակ Աստված սրանք սովորեցրեց մարդկանց, որ էսի չանես։ Բայց մենք այսօր ընդհանրապես դա անում ենք։ Դրա համար ասում եմ, քանի անգամ փորձեցի ես ձեզ հավաքել իմ թևերի տակ, իբրև որ ձագեր է հավաքում հավը իր թևերի տակ, ասում եմ դուք չկարողացիք։ Այդքան գոռացի դուք չլսեցիք։ Այդքան ասեցի, ականջը չեղաք։ Այդքան նայեցի, խրատեցի, չէ, հնար չեղավ չփոխվակ։ Այլ ընդհանրակը կատարեցիք այն ամենը, ինչը ինձ համար կաշելի է։ Եվ դրա համար երբ որ եկա, ձեզ դատելու եմ ըստ ձեր մեղքերի, գործած մեղքերի։ Վերջը այդ մեղքը դատապարտել։ Այսօր ասում եմ, աշխարհը լցվել է ատելության, մեկս մեկին չեք տեսնում, շատ են ատում, մեկը մեկին հայոյում են, ատելությունը ավելի շատ է, որովհետև դուք ներողամտություն չեք քարոզում։ Այդ մեկը մեկին ատում է, մեկը մեկին չի սիրում, այս աշխարհը գնում է մոլորության նրա համար, որովհետև մեղքի անպատժելիություն կա։ Մեղքի անպատժելիություն, ով ինչ ուզում խոսում եւ չի պատժում։ Այդ դրա համար է անարխիա է դին, հոգևոր անարխիա, ով ինչ ուզի կանի, մեկ է խոսքի ազատություն, ով ինչ ուզի կանի, մեկ է Աստված պարտավոր է ների, չէ որ Աստված բարեգութ է, մեկ է Աստված ողորմած է, ու դրա համար ինչ ուզում անում ենք, մեկ որ հանկարծ ոտքերս քարին են դիպչում, ինչի Աստված, ինչի, որովհետև հրնայի անցնը, հրնայի դու ով ես եղել, այդ որ մի օր իբր սուդի բարեխոսություն քարոզ տվեցիր, իբր խրատ տվեցիր, իբր 2 հատ բարեգործություն կատարեցիր, գիտես թե դրանով կյանքդ փոխվեց, անցյալը փոխվեց, չի փոխվել, որովհետև չես ապաշխարել, դարձի չես եկել, չես զղջացել։ Մարդը խոսում է բարությունից, բայց ինքը էությամբ չար է։ Դրա համար ինչ էր ասում այսօրվա սուրբ գիրքը, ժողովրդին, Հիսուս Քրիստոս ինչ էր ասում, ասում է դպիրներին, փարիսեցիներին, Աստծո խոսքը քարոզողներին լսեք։ Այն ինչ որ աստվածային է, լսեք եւ կատարեք այն, ինչ որ ձեզ խրատում։ Բայց մի կատարեք այն, ինչ որ իրանք են անում։ Որովհետև իրանց արածը ձեզ տանելու է կործանում։ Մի ասա, ինչի կողինս արեց, չպատժվեց, ես անեմ պիտի պատժվի։ Կողինը գլուխը պատին է տվել։ Էլի կամ հասնեմ դրան, որ մեկը թեկուզ եւ տկլոր դուրս է գալիս, ու եմ պիտի պարտադիր սաղ տկլոր դուրս գա։ Ով ինչ անի, մյուսն են կամ։ Ով ինչով զբաղվի, մյուսն են զբաղվի։ Գիտե, ամեն բան իրանց կարելի է։ Եթե տվյալ մարդը արել է Աստվածաշնչի դեմ, Աստծո դեմ որևէ մեկ քայլ,
Չի նշանակում, թե դա ճիշտ է։ Եթե չի պատժվել, չի նշանակում դա ճիշտ է, բայց պետք է պատժվեր։ Եթե լինեինք 5-րդ դարաշրջանում, 7-րդ դարաշրջանում, եթե եկեղեցու ձեռքը լիներ պետական ամբողջ իշխանությունը, երբ որ եկեղեցին այդ ամեն մեղքի համար պատժամիջոցներ կիրառել, ինչպես որ կիրառվել է 5-րդ կամ 7-րդ դարաշրջանում, այն ժամանակ նոր է ժողովուրդը խելքի կգար։ Նոր կիմանար, չի կարելի, չի կարելի։ Ոչ թե չի կարելին անենք, պաշտպանվենք բռնություն բառի տակ։ Պետական օրենք են կիրառել։ Մեկին հայոյում ես, մեկին անիծում ես, մեկին ինչ ասես անում ես։ Աստծո խոսքին դեմ ինչ քայլ ասես կատարում ես։ Ինչ այլասերմության ու այլանդակության հետևից ասես գնում ես։ Բայց փորձում ես նկատողություն տաս, բռնություն ես կիրառում, դեր այս չի կարելի։ Դա ինչ է, թողնես որ մեռ։ Եթե մեռ։ Ես չդատեցի, Աստված է դատել։ Էլ ավելի լավ է ես դատեմ, քան թե Աստծո դատաստանի առաջ գնամ։ Որտեղ այսօր եթե դու դատվեցիր, գոնե հնարավոր է քեզ փոխել, բայց որ Աստծո դատաստանն եկավ, Տիրոջ գալուստը եղավ, այլ բրծում չկա, վերջ բրծավ, այլ չես բրգվի։ Արդարացում չկա, այլ չես կարող արդարանաս։ Ժամանակ չես ունենա արդարանալ։ Ուրեմն ինչ է որ մարդը պետք է դառնա հանցագործ, եթե հնարավոր է մարդու ձեռը բռնելով մարդը գողություն չենե, լավ է։ Մինչև դատարան հասնելը, մինչև որ ոստիկանները պետք է բռնեն մարդուն տանը, մինչև այդ պահը որ մարդը այդ հանցագործությունը պետք է անի, մինչև այդ պահը կարածար բռնեիր, բայց որ մարդը արդեն հանցագործությունն արեց, հասավ ոստիկանության դուր կդատեն իրեն։ Ոչ ես կարող եմ փրկել, ոչ դու կարաս փրկես, ոչ ամբողջ հասարակությունը։ Ուզեցին այդ մարդը, քննվեց մարդը մեղավոր է կդատվի։ Ուրեմն Տիրոջ, երբ որ գալուստանել է այսպեսին լինելու ժողովուրդ, այսօրվա խորհուրդի ամբողջական իմաստը որն որ այսքան երկար խոսեցի, որ իմանանք, որ վախենանք, երկյուղենք, իմանանք ինչ խոսենք այս կյանքում, ինչ անենք, ինչը չանենք, ում հետևենք, ում չհետևենք։ Ինչպես վարվենք մեր կյանքի հետ իբրև մշակներ, մենք բոլորս մշակ ենք, գալու է Աստված հատուցումը պահանջելու։ Ես քեզ եկա կյանքովս առա, այս տարածքը առա, Քրիստոս այրունով փրկագնեց աշխարհը, այսինքն ինչ է նշանակում սա։ Հասկանում ենք գոնե ինչ է դա։ Այսինքն սատանան զավթել էր, գործել էր, տարածքը օկուպացրել էր։ Աստված եկավ, քարոզեց ժողովրդին, ասեց պատրաստվեք, մի պատերազմ է մղելու սատանայի դեմ։ Բայց այդ պատերազմը կարող է այրունահեղությամբ վերջանալ։ Եվ Քրիստոս պատերազմեց սատանայի դեմ եւ տվեց իր կյանքը աշխարհի փոխարեն։ Սատանայից գնեց օկուպացված տարածքները ու տվեց մարդուն։ Ասես դե տարու մշակի։ Բայց ոչ թե նորից կտանես սատանայի ձեռը կտաս, չտանես սատանայի ձեռը։ Այդ ծառայեցրա քո շային քո հոգու փրկության համար, որ վաղը չեմ իսօր գամ, մեկ առ մեկ կետար կետ քեզնից ուզելու եմ։ Հիմա որ գալսյան ժամանակը կա, Աստված եկավ, ինչ ենք պատասխանում։ Արդյոք մենք մեր մշակությունը ճիշտ ենք կատարել։ Արդյոք այն ամենը ինչ որ Աստված իր կյանքի գնով գնեց տվեց մեզ։ Իր ձեռքով ծվածեղներ տվեց սավ կերեք։ Մենք տարանք այդ ծվածեղը թափինք տվինք շներին, թե մենք կերանք։ Որ եկավ, այդպես պետք է պատասխանենք։ Ուրեմն այսօրվա Գալստյան կիրակի խորհուրդը հենց սա էր։ Չլինի թե օրերից մեկ օր հենց նույն խոսքը ինչպես որ Քրիստոս կիրառեց Երուսաղեմում, ասեց կանչեցի դուք չլսեցիք։ Խոսեցի, բայց ական չդրեցիք, չլինի թե գա եւ ասի, արդեն ուշ է, էլ արտարացվելու ժամանակ չունեք։ Հիմա ժամանակն է դատապարտվելու։ Այլ գա եւ ասի, ապրես ազնիվ եւ բարի ծառա։ Քչի մեջ հավատարիմ եղար, շատի մեջ էլ հավատարիմ կլինես։ Քեզ կկարգեմ երկնային արքայության մեջ ավելի շատ եղար։
Եվ սրանով նոր կհասկանաս այդ կարասյան իմաստը ինչ է։ Սրանով կհասկանաս քո ապրածիտ կյանքի իմաստը որն է։ Հիմա նույնն է, այս 40 օրյա պահեցողության շրջանը ավարտվեց։ Մնաց մեկ շաբաթ։ Հաջորդ շաբաթ ծաղկազարդ է։ Այսինքն ունենք մեկ շաբաթ մտորելու եւ մտածելու Տիրոջ կարասյան մասին։ Արդեն պետք է գարտերը, պիտի մտնի Երուսաղեմ, պիտի դիմավորենք Տիրոջը։ Ինչերով? Ճյուղերով։ Հիմա որ Տերն եկավ արժանի, կլինեք Տիրոջը դիմավորելու, քննեք ինքներդ ձեզ, այս 40 օրերի ընթացքում։ Արժանի դարձանք, թե չդարձանք։ Արժանի մշակներ եղանք, թե չեղանք։ Նոր են ժամանակ, ազնիվ խղճով, հանգիստ սրտով դիմավորենք Տիրոջը մեր կյանքից ներս, որովհետև ծաղկազարդի խորհուրդը Տիրոջը մեր ներսը դիմավորելու իմաստն է։ Ուրեմն գիտենք մնացել է 2 ժամերգություն, 3 ժամերգություն, չորեքշաբթի, ուրբաթ եւ շաբաթ։ Բնականաբար հիշեցնեմ դարձյալ, չորեքշաբթի ուրբաթ օրը երեկոյան ժամը 5-ին, վերջին ապաշխարության ժամերգություններն է, շաբաթ օրը առավոտյան ժամը 11-ին, վերջին առավոտյան արևակալի ժամերգությունն է, որից հետո կմտնենք արդեն ավագ շաբաթվա շրջանի մեջ։ Ծաղկազարդի Սուրբ Պատարագը մատուցվելու է Մարմաշեն գյուղի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, մանուկների օրհնության կարգով, միջոցառումով եւ այլն, իսկ երեկոյան կարգը դռնբացեկի կարգը կատարվելու է այստեղ, այսինքն ժամը 5-ին։ Ես վաղը մյուս օր արդեն հայտարարությունը կգրեմ, կկպցնեմ այստեղ, որպեսզի իմանանք չորեքշաբթի ուրբաթ օրը հատկապես գալացող ժամերգության գալացողները կտեսնեն ամբողջ շաբաթվա ուղեցույցը, թե որ ժամին ինչ ունենք, որովհետև ունենք 3 շաբթի 10 կույսերի առակի խորհուրդը, ունենք 5 շաբթի առավոտից մինչև ուշ գիշեր ժամը 12 խորհրդակատարությունները, շաբաթ օրը, կիրակի օրը, մի խոսքով բոլորին մասնակից դառնալու համար ես ուղեցույցը կգրեմ, որ ժամին որտեղ ինչպես է կատարվելու։ Ուրեմն գնացեք խաղաղությամբ եւ թող Աստված ձեզ տա ապաշխարության հոգի հասցնելու մինչև Տիրոջ կարոստը։ Այժմ եւ հավիտյանս